Ոչ ոք մեզ չի հարցնում ինչ ենք մենք ուզում։ Մոսկվայից բացահայտ տեսախցիկի առաջ հայտարարում են. ձեր ընտրություններում ուզում ենք տեսնել ռուսամետ ուժեր։ Բաքվից ասում են, մենք ուզում ենք, որ հաղթի Նիկոլ Փաշինյանը։ Բրյուսելն էլ ունի իր նախընտրությունները։ Ու ոչ ոք դրանից չի ամաչում։ Հայաստանի խորհրդարանի ընտրությունները չեն կարող լինել ուրիշի շահերի համար հանրաքվե։ Եվ միայն դրա համար կողմնորոշում լինի Արևմուտք, Ադրբեջան թե Ռուսաստան, ընտրել ճամբար կամ կողմնորոշվել։ Նա ով առաջարկում է ընտրել Ռուսաստանի համար, Եվրոպայի համար, նա ով ասում է ես կամ պատերազմ, վաճառքի է հանում Հայաստանի ինքնիշխանությունը ընտրական արդյունքի դիմաց։ Երկրի արտաքին քաղաքական ուղին որոշվում է միջազգային պայմանագրերով, ինստիտուտներով, երկրի շահերով, այլ ոչ թե մարդկանց վախերից ելնելով։ Մեզ թվում էր այս ամենը հասկանալի է, բայց պարզվում է, որ ոչ։ Մի ժողովուրդ, որ վերապրել է ցեղասպանություն, կորցրել է միլիոնավոր կյանքեր, տարածքներ 2020, 2022, 2023 թվականներին անցել է ողբերգական պատերազմների մեջով, մնացել է փաստացի առանց դաշնակիցների, առանց իրական օգնության, հիմա պետք է քվեարկի ուրիշների շահերի համար ու անունը դնի ընտրություն։ Հայ ժողովուրդն արժանի է այնպիսի ազգային պետության, որ մտածում է սեփական ժողովրդի շահերի մասին, այլ ոչ թե նրա մասին, թե ինչպես ներկայանալ օտար մայրաքաղաքներում։ Մենք ընտրում ենք Հայաստանը ոչ թե նրա համար, որ մեկուսանում ենք կամ փակվում ենք աշխարհից, այլ որովհետև միայն սեփական արժանապատվությամբ է հնարավոր կառուցել հարաբերություններ Արևելքի եւ Արևմուտքի ու հարևանների հետ։ Պետություն, որ չի հարգում ինքն իրեն, հարգանքի չի արժանանա աշխարհում որևէ մեկի կողմից։ Եվ միայն արժանապատվություն ունեցող ժողովուրդն է, որ կարող է իր մեջ գտնել զարգացման ռեսուրս եւ ապագա կառուցելու կարողություն։ Հունիսի 7-ի ընտրություններն այն մասին են, թե ինչ ենք ուզում մենք, այլ ոչ թե այն մասին, թե ինչ են ուզում ուրիշները։ Քվեարկելով մեր օգտին, դուք քվեարկում եք Հայաստանի օգտին։ Գնացեք հունիսի 7-ին ընտրական տեղամաս, քվեարկեք մեր օգտին։ Արդարությունը գալիս է մեզ վերադարձնելու մեր երկիրը։ Արդարությունն է գալիս